Ուրախացնում եմ ներկայացրեք համ։ Ալբերտ Օհանյան, Հույդայի երիտասարդական եւ ուսանողական միությունների անդամ։ Անունը զգալու է։ Օհանյան Ալբերտ։ Ասեի նպատակը ձեր անձնական ընկալումը ինչքանով եք իրատեսական համարում, որ սա արդյունք կունենա, կամ գուցե ինչ-որ նոր գործընթացի սկիզբ է, ինչպես եք։ Ցանկանում ենք կոչ եղել երկու մարմինների՝ Միացյալ Ազգերի կազմակերպության ՄԱԿ-ին եւ ՀՀ իշխանություններին, կոչ ենք ըղում զբաղվել իրենց գործունեությամբ, իրենց գործը կատարել։ ՀՀ իշխանությունների նախարարների խոսքս եղեմ, կասեմ, որ զբաղվեն այս հարցով, որը օրակարգային հարց է, մեր հայրենակիցները Բաքվի բանտում տառապանքների եւ զրկանքների մեջ են գտնվում, փոխարենը նրանք զբաղվում են եկեղեցու դեմ հալածանքներով, քաղաքական բանտարկություններով, խոսքի ազատության սահմանափակմամբ, կոչ ՀՀ իշխանությունների նաեւ, որ զբաղվեն այս հարցերով, եղել են շանսեր, Թրիփի Միջանցքի տարբեր տեղեր բանակցություններ են եղել եւ ՀՀ իշխանությունները պարտավոր են ուղղակի բարձրացնել այս խնդրի մասին, իսկ ինչ վերաբերում է Միացյալ Ազգերի կազմակերպությանը, ապա Նյու Յորքում այդպես կոչեր եղելու փոխարեն ավելի լավ է զբաղվեն ճնշումներով, քանի որ սա մարդու իրավունքների խախտում է, ինչը կատարվել է հայ ռազմագերիների հետ, ովքեր գտնվում են բանտում, նրանք բանտարկված են զուտ իրենց ազգության համար, շատերը գտնվում են բանտում մի մեղքի համար, որ իրենք չեն կատարել, եւ սա մենք փորձենք ամեն կերպով, ամեն տարբեր միջոցներով հասնել դրան եւ մեր հայրենակիցներին վերադարձնել հայրենիք։ Իսկ իշխանությունների դուք եւ ձեր գործընկերները նշում եք, որ իշխանությունները նույնպես մասնակիորեն անգործության են այս հարցով մատնված, հետաքրքիր է թե ինչպիսին եք պատճառը տեսնում, խնդիրը ո՞րն է։ Չեմ կարող ասել, դա արդեն իշխանություններին պետք է հարցնենք, որովհետեւ տրամաբանության ժանից սա դուրս է, երկրի իշխանությունները թե սահմանադրությամբ, թե իրենց գործունեությամբ պարտավոր են ուղղակի զբաղվել այս հարցով, քանի որ իրենց է դա լիազորված, դրա համար են իրենք ընտրված, որ ապահովեն հայ քաղաքացու անվտանգությունը, երաշխավորեն նրա անվտանգությունը, կյանքը եւ բոլոր այն ամենին, որ իրենց գործառույթների մեջ է մտնում։ Դա հարցնից պետք է իշխանություններին տալ, բայց երկրի առաջին դեմքը պատասխանում է, որ գերիների հարցով զբաղվում է ամեն օր եւ ամեն օր երբ որ հարցնում ես, ասում է հենց այսօր էլ դրանով զբաղվել եմ։ Բայց գործում քայլեր չկան փաստացի, հանդիպումներին Ալիևի հետ, երբ որ երակոմ հանդիպումներ են լինում, հենց մեկը օգոստոսին տեղ ունեցած հանդիպման ժամանակ, չեմ հիշում, որպեսզի հարց բացացված լինի, թող առաջադրեն այս նախապայմանները, թող մեր նախապայմանն էլ դա լինի, իդ բերել գերիներին։ Մարդիկ գտնվում են բանտարկության մեջ ու անհիմ են պատճառներով, դրա համար կան կոնվենցիաներ, դրա համար կան տարբեր օրենքներ ընդունված Միացյալ Ազգերի կազմակերպության կողմից հենց։ Եթե Միացյալ Ազգերի կազմակերպությունը չկարողանա անել այն, ինչ պետք է անի, չկարողանա ճնշում բանադրել Ադրբեջանի վրա, ապա իրենց ճակատագիրը կլինի նույնը, ինչ որ եղավ Ազգերի լիգայի հետ մինչև երկրորդ աշխարհամարտը, այսինքն կդառնա կառույց, որը իմաստ չունի իր գոյությունը, փաստացի։ Տեսեք,